Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի նախօրյակին մենք գտնվում ենք Իտալիայի Բարի քաղաքում Սուրբ Նիկողայոսի արձանի մոտ իր անվան հրապարակում Սան Նիկոլա գրած է պատին եւ հրապարակն է եւ իր անվան տաճարը, որտեղ պահպանվում են Սուրբ Նիկողայոսի մասունքները։ Դեպ Սուրբ Նիկողայոսը դաժան կյանքի է արժանացել իր մասունքները ինչպես շատ սրբերի տարբեր տեղեր է պահպանված, բայց սա համարվում է ամենան Սուրբ Նիկողայոսը ընդհանրապես մեզ հայտնի է նաև որպես Սանտա Կլաուս, չէ՞։ Սան Նիկոլա, Սանտա Կլաուս, Սան Նիկոլյա կամ Սվիտոյ Նիկոլայ Չուդատվորը ցուցակերված է 2003 թվականին է կառուցված արձանը եւ ես հայ ժողովրդի անունից թող բոլոր երազանքները իրականանան, թող 26 թվականը լինի խաղաղության տարի, թող բարեկեցության տարի լինի եւ առողջության։ Մենք հիմա կգնանք ներս, կծանոթանանք Սուրբ Նիկողայոսի մասունքներին ավելի մոտ եւ կշարունակենք մեր քննարկումը։ Եթե ինչ Ալբերո Բելոյի գնացքի վիճակն է։ Հոլը իհարկե հայկական է, բան չունեմ ասել, կասկածի տակ չեմ դնում, իհարկե ոչ, բայց բարձվում է Իտալիայի Պուլիո շրջանի Ալբերո Բելո քաղաքում եւս վաճառում են հոլ 4 եվրո։ Վերնիսաժի գործին են խփել փաստերը։ Ահա։ Եկանք Ալբերո Բելո հարգելի բարեկամներ, ողջույն։ Բավականին արևոտ լավ եղանակ եւ Ալբերո Բելոն ըստ աշախբյուների 11-ից 14-րդ դարերում ծաղկում ապրող բնակավայր է, բայց ավելի վերելք է ապրել Նապոլեոնի ժամանակներում, այսպես կոչված նապոլեոնական թագավորության ժամանակ, գիտեք Նապոլեոն Բոնապարտը, երբ որ ցանկանում էր միավորել Եվրոպան, Իսպանիայից, Ֆրանսիա, Իտալիայից Արևելյան Եվրոպա միավորում էր եւ Ալբերո Բելոն այս ժամանակներում ավելի հայտնի դարձավ, նախ ասենք որ հայտնի է իր այս ճարտարապետությամբ, հա, մի քիչ Google արեցի, ուրեմն բացի որ ինքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մաս է, այս տանիքների կառուցապատումը, այսպես ասում են, կապված էր հարկերի հետ։ Այն տները, որոնք ունեին այսպես առանց շաղախ տանիք, նրանք ազատվում էին հարկերից։ Օլալա, այսինքն էկոնոմիայի հետևանքով է այս ամեն ինչը կառուցվել։ Դե ընկերներ, բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, եւ մենք շարունակում ենք Հռոմում մեր պտույտը։ Հանգիստ, դասական, կիրթ, բատարեց մարդիկ, պատկառելի տարիքում, հագու կապը, սերը, ձեռի բռնած 75-80 տարեկան զույգեր, նախանձ բոլորի, նախանձ մենք ենք նախանձ զույգերն մենք ենք նախանձում, որովհետև դու պատկերացնում ես մեր տատերն ու պապերը, ճիշտ է կան, բայց ասում եմ գլոբալ է թե խոսենք, մեր տարեցները իրար ձեռ բռնեն գնան հրապարակով քայլեն, մեր տարեց մարդիկ կգնան թև մտած, հիմա նյութականի մասին չեմ խոսում, վայ օպերայի տիրամիսուի գները տեսել եք, դրա մասին չի խոսքը։ Խոսքը այդ
Ինչպես ասում է Ժվանեցկին, վասպիտание это навечно։ Դաստիարակությունը գրողը տանի դա հավիտենական է։ Մենք հիմա Վատիկանում ենք եւ Սուրբ Պետրոս տաճարի այս դռները բացվում են քառորդ դարը մեկ, 25 տարին մեկ եւ հավատացյալ ժողովուրդը անցնում է այս դռներից ներս, հավատալով, որ Բարձյալը ներում է այս կյանքում գործած իրենց բոլոր մեղքերը։ Ֆանտաստիկ է ուղղակի։ Մեկ ավելացնելու բան։ I'm interested. Հստակ։ Okay։ Գնում ենք ուր։ Մենք Կոլիզեի։ 2000 տարի անց դժվար է պատկերացնել, որ Կոլիզեյը ժամանակին կառուցել են քաղաքական ճնշումները նվազեցնելու համար, որովհետև երբ որ հասարակության մեջ, իսկ Ռոմային ժամանակ արդեն միլիոնից ավել բնակչություն ուներ, երբ որ որոշակի լարվածություններ էին հասունանում, կայսրը հերթական գլադիատորների մենամարտ էր կազմակերպում, ժողովուրդը գալիս էր, ըմպում էր, որոշակի նվերներ էր ստանում եւ այդպիսով հասարակական լարվածությունը թոթափվում էր։ Հետաքրքիր է այսօր ինչով են իրենց լարվածությունը թոթափում հռոմեացիները։ Զգուշացեք դռները փակվում են։ Հաջորդ կայարանը Կոլիզեի, հա, երևի իրենց բարագայում։ Մենք ասենք Տիգրան մեծը մեր մեծն արքան, հարգենք պատվենք, այդ ծովիցով Հայաստանը, որը տևել է 40 տարի, լավ կես դար ամենաշատ 2000 տարի մենք խոսում ենք, հպարտանում ենք, լավ, օքեյ, լավ ենք։ Հետաքրքիր է, իտալացին, հռոմեացին, որ ամեն ինչ տվել է մարդկությանը, որ քայլում ես ամեն քայլին պատվանդանի վրա մի պատմիչ է, մի կայսր է, մի, չգիտեմ, գործիչ է, էսը, էնը, էլ չեմ ասում ճարտարապետություն, էլ չեմ ասում քաղաքակրթություն, էլ չեմ ասում աշխարհակալ կայսրություն, էլ չեմ ասում Կոլիզեյը, ֆորումը, դեմոկրատիա, մի խոսքով ինչ որ կա։ Ռեպուբլիկա վերջի վերջո, ռեսպուբլիկա բառը, չէ, общее дело, ընդհանուր աշխատանք, որ հասկացել են 2000 տարի առաջ, որ պետությունը ընդհանուր աշխատանքի միջոցով է կազմակերպվում։ Լավ, սրանք իրանք էլ են գլուխ գովում։ Հին հռոմեական պանթեոնը, հին աստվածների նստավայրը Մեծն Յուպիտերի գլխավորությամբ։ Դե հին աշխարհի սա միակ կոթողն է ամբողջական, որ պահպանվել է մինչև մեր օրեր, ինչ որ տեսնում եք, դա ամբողջականն է, ռեստավրացված չէ, եւ անգամ զարմանում համար, թե ոնց է սա ամենը պահպանվել 2000 տարի միգուցե ավել։ Հիմա պատումն է հետաքրքիր, նայեք, մենք հաճախ քննադատում ենք թուրքերին, որ իրանք Այա Սոֆիան, Մեծն, հա, Սոֆիայի տաճարը գրավեցին, իսլամացրեցին, վերածեցին մզկիթի, մի խոսքով պղծեցին ըստ էության, չէ՞, մենք դատապարտում ենք, աշխարհն է դատապարտում թուրքերի այդ քայլը։ Բայց ինչի մենք չենք մտածում, որ ժամանակին, երբ որ քրիստոնեությունը ընդունվեց Իտալիայում, Հռոմում, այսպես ասենք, նույնը կատարվեց այս պանթեոնի հետ, Յուպիտերի արձանը, մնացած սրբերի արձաները բառացիորեն բարբարոսաբար ոչնչացվեցին եւ այն վերածվեց քրիստոնեական տաճարի եւ հիմա էլ այն քրիստոնեական տաճարը եւ Խորանը մենք տեսնում ենք այնտեղ կա։ Դրա համար պատմությունը շատ հարաբերական գիտություն է, բոլորն էլ մեծ հաշվով այսպես թե այնպես մեկը մեկին զավթել են եւ տիրացել, այնպես որ առանձնապես շատ մի մտորեք ու մի անհանգստացեք այդ կապակցությամբ։ Տիբրոս գետի կենտրոնում իդեպ մի կարևոր դիտարկում Հայաստանի Հանրապետության դեսպանատան առջև։ Գիտեն մերոնք որտեղ են բացում դեսպանատուն, եթե չեն սխալվում նոր է բացվել դեսպանատունը։ Իդեպ Հանրապետության հրապարակի տակ, գիտեք, միստիկական քաղաք կա, որը մեր իշխանավորները բետոնի շերտի տակ քողարկեցին։ Հռոմում քաղաքի կենտրոնում տեսնում եք հին Հռոմից հատված է պահպանվել այնքանով որքանով եւ անցորդները, զբոսաշրջիկները կարողանում են տեսնել ժամանակի փառքը, հմայքը։ Մի խոսքով, գիտեք ինչու է այդպես, որովհետեւ վստահ են իրանց անցյալի վրա։
Այս շատ կարևոր դիտարկում է։ Իրանք վստահ են, ովքեր են իրանք, որտեղից են գալիս եւ ասում են, «Էս ենք մենք, եկեք նայեք»։ Մտածեք այդ ուղղությամբ, բարեկամներ։ Բարեկամներ, ինչու է դեմքս երջանիկ, թեպետ տեսքս հետ ջեթերա ինչ է, բայց դա կարևոր չէ։ Այսօր իրականում եմ երազանքներից մեկը։ Ես Վեզուվի հրաբուխի ստորոտում եմ Պոմպեյի մատույցներում, ավելի մանրամասն հաջորդ ստորիներում։ Ահա եւ մենք քայլում ենք Պոմպեյի կենտրոնական հրապարակում, Յուպիտերի տաճարի մնացորդներն են պահպանված մեր առջև, եւ ժամանակին մոտ 2000 տարի առաջ պատկերացրեք ինչպիսի կյանք էր այստեղ, ինչպես էր կյանքը եռում բառացիորեն։ Մենք տեսնում ենք նաեւ շուկա, եթե կարելի է այդպես ասել, մնացորդները այստեղ ժամանակին մարդիկ ինչ-որ բաներ էին վաճառում, ով ինչ կարար, կարելի ասել fast food-ներ ժամանակին։ Ես չգիտեմ, որ ժամանակի կամ ավերակներին ուշադրություն չդարձնես, այսպես իրոք նայես, դժվար է հավատալ, որ սա 2000 տարվա քաղաք է, որտեղ մասշտաբները գրեթե նույնն են, ինչ որ մեր օրերում, հա, մեծ հրապարակ, տաճար, 2000 տարի առաջ մարդիկ կրկին սնվում էին դուրսը։ Խնդրեմ։ Մարդիկ տարբեր տեսակի ուտեստներ, ովքեր Ամերիկայում են ապրում, շատ նման է Panda Express-ին, ովքեր կիմանան Panda Express-ի ձևաչափն է։ Հա, եւ աշխատակիցներ։ Ես վստահ եմ, որ հին Հայաստանից, Հայքից մի քանի մարդիկ այստեղ լահմաջոյի եւ շալմայի գործ էին դրել։ Երևի։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչ շերտի մասին է խոսքը, այստեղ լավ երևում է, թե ինչ խորությամբ է եղել զմրցված քաղաքը։ Այսքան փորելով 1890-ականներին, եթե չեմ սխալվում, 60-ական կամ 90-ականներին, 1800։ Այդ ժամանակվանից նոր աստիճանաբար սկսել են բացահայտումները իդեպ ջրագիծ անցկացնելու համար։ Ջրագիծ էին անցկացնում հարակից բնակավայրերում եւ ավերակներ հայտնաբերեցին։ Տևական ժամանակ է զբոսնում, եկեք մի հարց միանգամից, որ այսպես հանգիստ չի տալիս։ Նայեք, մենք բավական մեծ քաղաք է։ Շատ փողոցներով ենք անցել։ Այ մարդ Պոմպեյը, որ Պոմպեյա, մի հատ հարուստ, մի հատ, չգիտեմ ով, մեկը առաջ չի եկել, մեկը մայթը չի զավթել, հավասար, գծած, մեկը պատշգամբը առաջ տար, մի հատ կուսակցական, ասեր գիտես ինչ կա, ես Սեզերի մոտիկն եմ, SMN եմ, ստե մի հատ լավ օբյեկտ սարքենք, հանդենք այս պատը, չգիտեմ, ոչ, հստակ ճարտարապետական լուծումներով մարդիկ պահպանել են այն, ինչը մենք այսօր վայելում ենք։ Բրավո։ Իդեպ մենք պատտվում ենք քաղաքում, դեռ կենթանի, որովհետև այցելուներ ունի այս քաղաքը, ու զարմանում ենք մասշտաբներից, բարեկամներ, սա հսկայական քաղաք է ու այն ամբողջությամբ պահպանվել է։ Ամենադեպս կարողանում ես նկատել, ով էր լավ ապրող, ով էր շարքային ռամիկ, տան հաստությունն ես նայում, տաճարները, արձաններ, մի խոսքով տպավորիչ է։ Օրինակ, մենք չգիտենք ինչ է սա, բայց ակնհայտ, որ եթե համեմատենք մյուս կեցավայրերի հետ, սա ասած որ հարուստի տուն է։ Ու չասենք, որ տաճարին մոտ էր, կենտրոնին մոտ։ Կենտրոն, այն ժամանակ էլ էր, կենտրոնի տները թանկ էին։ Հոգնել ենք, Ժորժան, նստել ենք մարդկանց օջախի դեմը, մի փոքր շունչ ենք քաշում։ Հա, հուսամ լավ մարդիկ են։ Ուրեմն մի քանի պատում։ Որտե՞ղ սկսեմ։ Ժայթքման մասշտաբներից կարամ մի փոքր պատմեմ։ Ուրեմն այնքան ուժգին էր ժայթքումը, որ այն ոչ միայն Իտալիայի Հռոմի մերձակայքում է զգացվել, այլև Եգիպտոսում եւ ուրեմն աստվածաշնչյան պատումների մեջ անգամ Վեզուվի հրաբխի հետևանքը կա։ Իհարկե այն ժամանակ չգիտեն, որ դա Վեզուվի հրաբուխն էր ժայթքում եւ այլն, Մովսեսի
եւ հրեական ժողովրդի դուրսբերումը Եգիպտոսից այդ պատումների մեջ հեղինակները ներառել են նաեւ իհարկե Վեզուվի հրաբխի ժայթքումը, հիշում եք այդ պատումը, որ մի քանի օր արևը փակվեց եւ երկնքից մոխիր թափվեց մարդկանց գլուխներին, այնուհետև բերքը չորացավ, այնուհետև այդտեղ ինչ են ասում սարանչա, ոնց է հայերեն, մորեխներ, թրթուրներ տարածվեցին, հետո հիվանդություն եւ այլն։ Այդ հիմա 2000 տարի անց արդեն գիտնականները ապացուցել են, որ դա ամենաշղթայական ռեակցիան է Վեզուվի հրաբխի ժայթման, որովհետեւ քամին հարավ-արևելք է փչել, մոխրի ամպը տարել է այնտեղ, անձրև է տեղացել, այդ մոխիրը թափվել է ներքև, այնուհետև թափվելով ներքև երաշտ է առաջացրել, վնասել ու վերացրել է բերքը, հետո սկսել է սով, հետո կենդանիների անկում, հետո հիվանդության տարածում եւ շղթայական ռեակցիան է։ Բայց իհարկե աստվածաշնչյան պատումների մեջ դա որպես Աստծո պատիժ է ներկայացրած եւ այլն։ Մի խոսքով այդպիսի համաշխարհային նշանակության ժայթքում էր սա։